Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հայրուց ցեղասպանության փախստականներու հարցը որպես պատմական եւ իրավական իրականություն Արմենակ Աբրահամյան։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը հուշագրական ֆիլմ պիտի ներկայացնի Հայրուց ցեղասպանության անմեղ զոհերուն։ Զվիցերիո արտաքին գործոց Տաշնային վարչության պետքարտուղարի դեղակալը այցելած է Հայրուց ցեղասպանության հուշահամալիր։ Խնուշինագի հուշահամալիրի ոչնչացումը որպես հիշողության թեմ ուղղված քաղաքականություն։ Գործո գործողությունը 35 տարի անց։ Լիբանանի մեջ ցուկ հայտարարված է ի հիշադակ Իսրայելի հարձակումներուն հետևանքով զոհվածներուն։ Հորմուզի շուրջ անորոշությունը ստվեր ԱՄՆ Իրան հրադադարին վրա։ Բամիա եւ Ցաբար 1894-ին 1923 թվականներուն հայրու նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ոչ միայն ֆիզիկական բնաճնջումն էր, այլև խորքային փոփոխություն մարդկային աշխարհագրության մեջ։ Այդ գործընթացը հանգեցուց զանգվածային դեղանություններու եւ ստեղծեց ժամանակակից աշխարհի առաջին մեծ փախստականային ճգնաժամերեն մեկը։ Արևմտյան Հայաստանի մեջ բնագող հայրուն ավելի քան 90%-ը կամ ոչնչացվեցավ, կամ բռնի դեղանվեցավ։ Մինչ այդ հայերը կկազմեին գայուն եւ զարգացած բնակչություն հազարավոր գյուղերով, եկեղեցիներով, դպրոցներով եւ գազམ་ակերպված հասարակական կյանքով։ Սակայն չարթերը, բռնությունները եւ 1915 թվականի գազམ་ակերպված տեղահանությունները ամբողջական կայքայումի պատճառ դարձան։ Փախստականներու հոսքերու մեկ մասը կփորձեր փրկություն գտնել դեպի Կովկաս, իսկ մյուսները բռնի գերբով կդարվեին դեպի Սուրիա եւ Միջագետ, հաճախ անցնելով մահվան երթերով, ուր մահացության մագարտակը կհասներ մինչեւ 90%-ի։ Այսպիսով փախստականներու ստեղծումը ոչ թե հետևանք էր, այլ ցեղասպանության նպատակադրված մեխանիզմ։ Փրկվածները սփռվեցան աշխարհով մեկ՝ Կովկասի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի եւ Ամերիկայի մեջ, գազմելով ժամանակակից հայկական սփյուռքը։ Միևնույն ժամանակ 100,000-ավոր մարդիկ կորսնցուցին իրենց ինքնությունը, գույքը եւ քաղաքացիական կարգավիճակը հաճախ դառնալով ապաքաղաքացի։ Փախստականներու ճամբարները թեև հաճախ ծանր պայմաններու մեջ դարձան նաեւ վերապրումի եւ վերածնունդի վայրեր։ Հոն կազմավորվեցան նոր համայնքներ, վերականգնվեցավ գրթությունը եւ ստեղծվեցան ընկերային կառույցեր։ Միջազգային գազམ་ակերպությունները եւ մարդասիրական նախաձեռնությունները կարևոր դեր խաղացան այդ գործընթացին մեջ։ Այսօր ավելի քան 1 դար անց հայ փախստականներու հարցը կշարունակի մնալ ոչ միայն պատմական հիշողության, այլև իրավական եւ քաղաքական քննարկման նյութ։ Անգշեշտ է, որ ցեղասպանության հետևանքները շարունակական են, իսկ արդարության եւ հադուցման պահանջը դակավին արդիական։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի նիստը, որ տեղի ունեցավ ապրիլի 8-ին, անդրադարձավ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերու հիշատակին նվիրված կարևոր մշակութային ցերնարներուն։ Ապրիլ 26-ին Արևմտյան Հայաստանի Երևանի գրասենյակի դահլիճի մեջ պիտի ցուցադրվի վավերագրական ֆիլմը, որ պատմական փաստերու, վկայություններու եւ արխիվային նյութերու միջոցով կներկայացնի ցեղասպանության ողբերգական դեպքերը եւ անոնց ազդեցությունը հայ ժողովրդի ճակատագրին վրա։ Ցերնարգի նպատակն է ոչ միայն հարկանքի դուրք մատուցել 2 միլիոն զոհերու հիշատակին, այլ նաև ուժեղացնել ազգային ինքնությունը եւ պատմական հիշողության կարեւորությունը ապագա սերունդներուն համար։ Ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյան ամփոփեց նիստը, շեշտելով հիշատակի եւ գրթության նշանակությունը։ Զվիցերիո համատաշնության արտաքին գործոց Տաշնային վարչության պետքարտուղարի դեղակալ Եվրասիայի վարչության պետ տեսփան Փիեր Ի Ֆուքսը ապրիլի 8-ին Արևելյան Հայաստանի մեջ Զվիցերիո տեսփան Անդրեա Բարբարա Բաումանի ընկերակցությամբ այցելած է հայրուց ցեղասպանության հուշահամալիր։ Հյուրերը թիմավորած եւ այցելության ընթացքին ուղեկցած է հայրուց ցեղասպանության թանգարան հիմնարկի դնորենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Տաշյան։ Անոնք ծաղիկներ զետեղած են անմար գրագին մոտ եւ 1 վայրկյան լրությամբ հարկած են հայրուց ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակը։ Այնուհետև անոնք շրջակայած են ցեղասպանության թանգարանին մեջ, ուր թանգարանային աշխատանքներու գիծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացած են մնայուն եւ ժամանակավոր ցուցադրություններուն։ Շրջակայության ավարտին բարոն Պիեր Ի Ֆուքսը գրառումը կատարած է պատվավոր հյուրերու հուշամատյանին մեջ։ Արցախի Մարդունու շրջանի Խնուշինակ գյուղին մեջ հայրենական մեծ պատերազմին եւ Արցախյան պատերազմերուն զոհերու նվիրված հուշահամալիրի մոճճացումը կներկայացի որպես նպատակադրված քաղաքականություն, ոչ թե պատահական վանդալիզմ։ Անիկա միտված է ոչ միայն մշակութային արժեքներու, այլև պատմական հիշողության, ինքնության եւ ժողովրդի գոյության հիմքերու կանտման։ Հուշահամալիրը խորհրդանշական վայր էր, ուր ամփոփված էր հայրենիքի համար զոհվածների հիշողությունը, իսկ անոր ոչնչացումը կդիտվի որպես քայլ թե անցյալի, թե ապագայի դեմ, զրկելով սերունդները ինքնության կարևոր հենասյուներեն։ Կշեշտվի նաև, որ նման գործողությունները հաճախ կուղեկցվեն միջազգային լրությամբ, ինչ որ կնպաստի անոնց շարունակականության։ Խնուշինակը կներկայացվի որպես մշակութային ցեղասպանության օրինակ, ուր կոչնչացվին թե նյութական ժառանգությունը, թե հիշողությունը։
1991 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներուն գործադրված Գոլձո օղակ ռազմավոստիկանական գործողությունը, որուն ընթացքին Արցախի եւ հարագից շրջաններու 24 հայկական գյուղերու բնակիչները բռնի դիահանվեցան, կշարունակե մնալ անբադիժ հանցագործությունը։ Գործողությունը իրականացված էր խորհրդային Ադրբեջանի ոստիկանության հատուկ ճողատներու կողմէ, ԽՍՀՄ ներքին զորքերու եւ զինված ուժերու աջակցությամբ։ Անիկա կազմակերպված էր Ադրբեջանի նախագահ Այազ Մուտալիփովի թիմումով եւ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրամանով։ Դիահանությունները կներկայացվին որպես լայնածավալ աբորինի գործողությունը, որուն համար մինչև այսօր ոչ ոք պատասխանատվության ենթարկված է։ Գոլձո գործողությունը կդիտվի որպես Արցախի հայության դեմ գործադրված հանցագործություններու շարքին կարևոր դեպքը, որուն հիշողությունը պետք է մոռցվի։ Լիբանանի մեջ ապրիլ 9-ին ազգային սուկ հայտարարված է Բեյրութի եւ այլ քաղաքներու ռմբակոծություններուն ընթացքին 254 քաղաքացիներու մահվան առիթով։ Վարչապետ Սալամը 2026 թվականի ապրիլ 9 հայտարարած է ազգային սգո օր հարյուրավոր անմեղ եւ անզեն քաղաքացիներու դեմ Իսրայելի հարձակումներուն զոհ կացած հայրենագիտներուն համար կնշվի հրամանակրին մեջ։ Սալամ հրամայած է փակել կառավարական գրասենյակները, հասարակական գազམ་ագերբությունները եւ քաղաքապետարանները։ Ազգային դրոշները գիսով չափ պիտի բարձրանան, իսկ իշխանությունները պիտի ղեկավարեն նաեւ ռադիոյի եւ հեռադեսիլի ծրագիրները։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրամյան իր ցավակցությունը հայտնե եղբայրական Լիբանանի ժողովրդին։ Բարսից ծոցի երկիրները զգուշությամբ ընդունած են ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարը, մտահոգվելով թե հնարավոր համաձայնությունը կրնա Տեհրանին ավելի մեծ ասացություն տալ Հորմուզի նեղուցի նկատմամբ որպես համաշխարհային կենսական ուժանության ուղի։ Հրադադարը դադրեցուցած է ավելի քան մեկ ամիս տևած լարվածությունը, որը ընթացքին Իրանը գրեթե դադրեցուցած էր նավթի եւ գազի փոխադրությունը նեղուցով, արձագանքելով ԱՄՆ-իսրայելական հարվածներուն։ Դոնալդ Թրամփ հայտարարած է, թե Իրանի առաջարկները կրնան հիմք հանդիսանալ բանակցություններու համար, սակայն փորձագետները կզգուշացնեն, որ Վաշինգտոնը կրնա ընդունել պայմաններ, որոնք Իրանին թույլ պիտի տան ավելի մեծ վերահսկողություն ունենալ նեղուցի նկատմամբ։ Ձոցի համագործակցության խորհրդի երկիրները ողջունելով հրադադարը միաժամանակ շեշտած են, թե Հորմուզը պետք է լիովին բաց մնա եւ անհրաժեշտ է երկարաժամկետ կայուն լուծումը։ Հակառակ բարակային շրջանը կրնա մնալ տնտեսական վտանգներու եւ մշտական ճնշումներու տակ։ Բամիայով եւ Ցաբարով ջաշը սննդարար բահկային կամ բուսական համեղ ուտեստմն է, որ հաճախ կպատրաստվի սոխով, լոլիկով կամ լոլիկի մածուկով եւ համեմունքներով։ Անիկա կարելի է պատրաստել թարմ կամ բահաձո բամիայով։ Փաղադրիչներուն եւ պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։